1957 թվական Երևանի ֆիլհարմոնիայի դահլիճում ասեղ գցելու տեղ չկա։ Պատվոօթյակում վեհափառն է իր շքախմբով։ Բոլորը սպասում են նրան, Երուսաղեմից եկած հրաշքին։ Նա հայտնվեց, ժպտերես, նրբակիրթ, բայց բեմում իսկական սևազգեստ քուրմ։ Երիտասարդ դիրիժորը ղեկավարում էր Բեթհովեն ու Վագներ առանց դիրիժորական փայտիկի, առանց նոտաների, անգիր, ասես երաժշտությունը ճառագում էր հենց իր միջից։ Համերգից հետո մարդիկ խուժում էին արտիստական ֆոյե, պարզապես շնորհակալություն հայտնելու արտանքի համար։ Բայց մի բան նրան հանգիստ չէր տալիս։ Ինչու են ազդագրերում անունը սխալ գրում։ Ես Տուրյան եմ, ոչ թե Դուրյան։ Լրագրողների հարցերին, թե ինչու է երիտասարդ երաժիշտը փոխել իր հայտնի Խաչատուրյան ազգանունը, նա պատասխանեց միայն հանճարներին բնորոշ խոնարհությամբ։ Աշխարհի աչքին պետք է մնա մեկ եւ միակ Խաչատուրյան, Արամ Խաչատուրյանը։ Կրնակ երևակայել Բեթհովենի կողքին ուրիշ Բեթհովեն կամ Կոմիտասի կողքին ուրիշ Կոմիտաս, անկարելի է։ Մայստրո Օհան Դուրյանը ծնվել է Երուսաղեմում։ Մինչ համաշխարհային բեմերը նվաճելը նա Բեխթեհեմում դասավանդում էր անգլերեն եւ արաբերեն։ Նա նաև կազմավորեց Երուսաղեմի առաջին հայկական երգչախումբը։ 1957 թվականին Վազգեն առաջին վեհափառի հրավերով նա տեղափոխվեց Հայաստան, իր հետ բերելով եվրոպական շունչն ու անսահման տաղանդը։ 1991 թվականին, մերժելով Գերմանիայի եւ Հարավային Աֆրիկայի նվագախմբերի գլխավոր դիրիժորի պաշտոնների առաջարկները, հայրենասեր արվեստագետը, ընդունելով հայրենի իշխանությունների հրավերը, վերադարձավ Հայաստան։ Հայրենիք վերադարձավ 1990-ականներին, այն ժամանակ, երբ ուրիշները լքում էին հայրենիքը։ Տարիներ անց նա վերստին ստանձնեց Երևանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորությունը, սակայն այդ շրջանը եւս կարճ տևեց 1998-2001 թվականներ։ Մեկը մյուսին հաջորդող նախարարներից հերթականը հեռացրեց նրան այդ պաշտոնից, հավանաբար չընկալելով Օհան Դուրյան երևույթի մեծությունը։ 2008 թվական աշխարհի բեմերում փառաբանված մայստրոն նորից Երևանում էր, բայց սա սովորական վերադարձ չէր, դա խռովյալ հոգու վերադարձն էր։ Նա իր կյանքի վերջին տարիներ անցկացրեց Նորքի բարձունքում, Մարաշում, որտեղ էլ դադարեց բաբակել հանճարի սիրտը։ Հայրենապաշտ, անձիճում եւ միշտ խռովյալ մի սիրտ, որը այդպես էլ չհաշտվեց միջագության հետ։ 1947-ին արգավարել եմ Վիեննայում առաջին համերգս Հովհաննես Խաչատուրյան անվան տակ։ Երբ մի երաժիշտ ասաց ինձ, մենք ձեր կոնցերտը լսել ենք, վերջերս ձեր շրջագի կոնցերտը լսել ենք, հիանալի է եւ այլն։